Ես ուղղակի նույնիսկ զարմանում եմ Ալիևի ու միշտ մտածել եմ, մտածում որ այս կողմից առաջարկում է սահմանները բացենք, Ալիևը ո՞նց չի համաձայնում, որտեղ մի կողմից նայում ես իրեն ձեռնատու է, ասենք, եթե ինքը սահմանները բացի, այդ բոլոր պայմաններին համաձայնվի, կարող է 50 տարի հետո Հայաստանում լինի, ասենք, ինչքան ադրբեջանցի, ինչքան հայ, այնքան էլ ադրբեջանցի, չէ՞, ու ասենք կամած գրավի Հայաստանը, ինչ որ ինքը ասում է ոտքով են գալու գրավենք։ Հետո երբ որ երկար վերլուծում ես, մտածում ես, այս մարդերևի ամբիցիոզը ուզում է տեղում հարցլուծի, չի թողում հետո այս սերունդներին, էլի, Հայաստանի գրավելը, իր իշխանության ժամանակ վերցնի Հայաստանը, ոչ թե թողի, ասենք, 50 տարի հետո վերցնի, որտեղ ինքը ցանկացած դեպքում մտածում է 50 տարի հետոն հաստատ կա, դա ամենավերջի տարբերակ։ Դե հետո ուզում է տղա լինի իշխանության կամ եթե բաց է սահմանները, ասենք, այն բոլոր ամեն ինչը թույլ տաս անվտանգային խնդիրները չհաշվի չառնես, Փաշինյանը առաջարկում է բացում է կարող է Հայաստանում լինի, ասենք, 4 միլիոն ադրբեջանցի, 3 միլիոն հայ կամ ինչ որ մի sense, մեր դեմոգրաֆիկ նույն ցուցանիշները, ես որպես բժիշկ ասեմ, մոտավորապես ծնունդը հասել է, էլի դաժան այս թիվը չնես հասանելի աղբյուրներում կա, բայց վախենման մարդ ասի 33000-ի չափ ծնունդ կա, մոտ 25000-ի չափ մահ, այսինքն դրական բալանսը 8000 հոգի է, եթե հանգարց 8000 հոգի էլ արտագաղթ ունենան կամ ինչ որ խնդիրներ ունենան, այսինքն մենք բացական բալանսով ենք ապրում։ Մեր ամենամեծ անվտանգային խնդիրը սպայն դեմոգրաֆիկ խնդիրներից մեկը դեմոգրաֆիկ խնդիրն է, որ սահմանները բացել, ասում առաջի այսքից շատ հաճելի է։ Իմ հայրն էլ կարող է շատ ուրախացած նստի մեքենան գնա իր պատմական հայրենիքը, ասենք Արևմտյան Հայաստան մի հատ իր հողը տեսնի հետ գա։ Մեկը առևտուր անի, մեկը կարճ ճանապարհով գնա ծով, բայց դա այդ օրվա խնդիր մենք լուծելու չենք գնում, բա ապագան։